Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, այժմ մեր տաղավարում հյուրընկալել ենք Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին։ Բարև ձեզ, պարոն Սաքունց, մի քանի թեմաներ ունենք այսօր խոսելու ձեզ հետ։ Նախ տեղեկություն կա արդեն, որ Արդարադատության նախարարությունը քննարկում է Վալերի Պերմյակովի այսպես պատժի կրման վայրի հարցը եւ այսօր մեծ զրույցում արդեն հաստատել են այս տեղեկությունը, որ քննարկում կա, չեն ասում ինչքան կտևի եւ ինչ որոշում է ի վերջո լինելու պարզ չէ, բայց մտավախություն կարծես կա, որ հնարավոր է նա պատիժը շարունակի կրել Ռուսաստանում։ Ինչ կարծիք եք այս իրավիճակի վերաբերյալ։ Ճիշտ ասած իրավիճակ չկա, որովհետև իրավիճակը ի սկզբանե էր պարզ, որովհետև Պերմյակովը Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստից հետո, երբ որ մոտ 20 ժամ հետո հայտնաբերվեց, նա հենց հայտնաբերելուց հետո անմիջապես գտնվել է ռուսական բազայի հսկողության ներքո։ Այսինքն նա մեկ վայրկյան անգամ չի գտնվել Հայաստանի Հանրապետության ոչ իրավապահ մարմինների հսկողության ներքո եւ ոչ էլ թե նախաքննության եւ թե դատաքննության ընթացքում չի պահվել Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության ենթակա քրեակատողական հիմնարկներում, հա, այնպես որ թե ինչ է քննարկում Արդարադատության նախարարությունը հասկանալի չէ։ Խոսքը ըստ Ռուսաստան տեղափոխել չտեղափոխելու հարցին է վերաբերում։ Այդ հարցում արդեն Արդարադատության նախարարություն անելիք չունի։ Ինչու պարոն Սաքունց։ Որտեղ Արդարադատության նախարարություն անելիք կունենար, նորից եմ կրկնում։ Եթե Պերմյակովը գտնվեր Հայաստանի Հանրապետության քրեակատողական հիմնարկում։ Պերմյակովը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, բայց գտնվում է ռուսական բազայի հսկողության ներքո։ Եվ միակ խնդիրը, որ հիմա պետք է որոշվի, ըստ էության, դա Պերմյակովի Հայաստանի Հանրապետության տարածքը, այսինքն պետական սահմանը, հատելու հարցն է, որի վերաբերյալ համապատասխան թույլտվությունը կարող է տրամադրվել միմիայն գլխավոր դատախազության կողմից, այդպես են պատկերացնում, եւ մեկ էլ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայության կողմից։ Իսկ սահմանապահ ծառայությունը կարող է Պերմյակովին թույլ տալ անցկացնել Հայաստանի Հանրապետության սահմանով, եթե կունենա համապատասխան գրությունը, բայց ոչ Արդարադատության նախարարության, այլ գլխավոր դատախազի։ Այդ դեպքում ինչ են քննարկում հիմա։ Ես չգիտեմ ինչ են քննարկում, իրենց հարցրեք։ Ընդհանրապես ինքը ինչ է քննարկում։ Այդ հարցը պետք է ուղղել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին։ Որտեղ դուք հիշում եք, որ այն ժամանակ, երբ որ խոսքը վերաբերում էր Պերմյակովին ռուսական բազայի հսկողությունից հանձնել Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հսկողությանը, ի սկզբանե եւ բողոքի ցույցերը եւ այդ բողոքի ցույցերից մեկի ժամանակ ուրեմն գլխավոր դատախազ, նախկին գլխավոր դատախազ Կոստանյանի այն հայտարարությունը, որ գրությամբ դիմել է, մենք չիմացանք էլ այդ գրությունը ինչ է իրենց ներկայացնում, գոնե քրեական գործի նյութերի մեջ չկա այդ գրության մասին, որովհետեւ ուրեմն փաստաթուղթ, հա, եւ դրանպես չիմացանք էլ պատասխան եղավ թե ոչ, գլխավոր դատախազին պետք է հարցնել։ Այսինքն խնդիրը շատ հստակ է, որ ընդամենը տրվելու է Պերմյակովին որպես Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից մեղավոր ճանաչված, հանցագործության մեջ մեղավոր ճանաչված, ցմահ ազատազրկման ենթարկված, մյուս կողմից Ռուսաստանի Դաշնության դատարանի կողմից ուրեմն 10 տարի ազատազրկման դատապարտված անձին Հայաստանի Հանրապետության պետական սահմանով անցկացնելու, հա, թույլտվության մասին։ Դուք բացառում եք, որ ի վերջո կորոշվի, որ նա մնում է հայկական քրեակատարողական, հայաստանյան քրեակատարողական հիմնարկում եւ բազայից ոչ թե Ռուսաստան կգնա, այլ կբերվի հայկական քրեակատարողական հիմնարկ։ Ոչ թե բացառում եմ, այլ հարցը հետեւյալն է, իսկ ինչ է փոխվել։ Ինչը փոխվեց 2015 թվականի հունվարի 12-ից հետո, 13-ից հետո, մինչ հիմա, որ այսքան ժամանակ, այսինքն թե նախաքննության, թե դատաքննության փուլում գտնվելով ռուսական բազայի հսկողության ներքո, ավելին առաջի Ասիայի դատական նիստերը բոլոր անցկացվեցին ռուսական բազայի տարածքում, զուտ այն հիմնավորման, որ քանի որ Պերմյակովը կալանքը կրում է ռուսական բազայի տարածքում, որպեսզի այդ բազան չունի համապատասխան իրավական կարգավիճակ, չէ՞, կամ իր որևէ կառույց կալանք կրելու համապատասխանեցված չի, հարմարեցված չի։ Այդքանից հետո ինչ է փոխվել, ինչ նոր գործոններ առաջ եկել, ինչա Հայաստան վճիռը մտել է օրինական ուժի մեջ, բայց ինչ կապ ունի։ Հայաստանը վճիռը մտավ ուժի մեջ, երբ որ Պերմյակովը գտնում էր Ռուսաստանի բազայի հսկողության ներքո։
Եթե դա հնարավոր էր, որ ռուսական բազայի հսկողության ներքո գտնվելու այդ ամբողջ ընթացքում եւ նախաքննություն իրականացվի, եւ դատաքննություն իրականացվի, եւ անդադ գտնվի այնտեղ։ Հիմա ի՞նչն է փոխվել, որ չի կարող վճիրի կատարումից հետո ուրեմն նորից շարունակի գտնվի Ռուսաստանի Դաշնության հսկողության Պարոն Սաքունց, բոլոր ցույցերը մենք հիշում ենք դեպքից անմիջապես հետո այդ բազայի մոտ գնալը, այդ գյումրեցիների, նաև ընդհանրապես հայաստանցիների դժգոհության հիմնական պատճառը եւ պահանջը այն էր, որ Պերմյակովը մնա Հայաստանում, դատվի հայկական դատարանի կողմից, պատիժը կրի հայկական քրեակատարողական հիմնարկում։ Եթե որոշվի, որ նա տեղափոխվում է Ռուսաստան, ինչ սա կնշանակի, ինչի ցույց կդնի ես։ Ես կավելացնեմ նաև, բացի բողոքի ցույցերից, որ Հայաստանի Հանրապետության առաջացյալ դատարանը մերժեց դժոխ իրավահաջորդների եւ նրանց ներկայացուցիչների միջնորդությունը դատական նիստեր անցկացնելու մի քանի մետրային կողմ Գյումրիի, ուրեմն Գյումրիում գտնվող Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջացյալի դատարանի շենքում։ Այսինքն ինքնին Հայաստանի Հանրապետության դատական իշխանությունը մերժեց ակնհայտ այդ օրինականության վերականգնման ուղղված միջնորդությունը։ Վերաքննիչ դատարանը ընդհանրապես մերժեց Պերմյակովի դատական նիստին, ներկայանալու կամ ապահովելու միջնորդությունը, դրապես նման հարցեր չքննարկվեց որպես այդպեսին։ Որն է պատճառը, ինչու, պարոն Սաքունց, Շատ բարձր է պատճառը, որովհետև խոսքը վերաբերում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն։ Եվ ընդ որում ոչ միայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն, այլ խոսքը վերաբերում է Ռուսաստանի Դաշնության ռազմական բազայի, Հայաստանի Հանրապետությունում գտնվող ռազմական բազայի ծառայողին, եւ այստեղ Պերմյակովը չի հարցը։ Այն է, որ ցանկացած անց ռուսական բազայի անձեռնմխելի է համարվում Ռուսաստանի Դաշնության իշխանությունների համար, հատկապես եթե նման հարց ունի, ասենք թե որոշակի խնդիր ունի լուծելու Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ։ Այսինքն այդ անձեռնմխելիություն սինդրոմը, որը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության այսպես կոչված սուվերեն պահվածքով կամ Հայաստանի նկատմամբ որպես ենթակա պետության պահվածքով, ինքը դրսևորվեց ամբողջ ընթացքում։ Եվ հիմա չեմ հասկանում, թե ինչ կներեք թատրոն են, խաղում։ Սիրունեք գլխավոր դատախազությունը տալու է այդ թույլտվությունը։ Պետք չի հիմա ինչ որ երկարասանություն կամ դերասանություն անել եւ այլն։ Դա փորձ անի որ չտա։ Այսինքն չհամարցակվեց այն ժամանակ հետամուտ լինել որպեսզի Պերմյակովին հանձնեն, Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հսկողության ներքո։ Ավելի նույնիսկ սպտուն չանեցին, երբ որ ռուսական կողմը ակնհայտ ապօրինի կերպով քրեական գործ է հարուցում Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստի հիմքով, որի իրավասությունը ընդհանրապես չուներ ռուսական Դաշնության քննչական մարմինը։ Այդպես էլ մենք չտեսանք Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի եւ Հայաստանի քննչական կոմիտեի միջև այդ համաձայնագիրը համատեղ քննություն իրականացնելու, առնու, չնայած ինձ համար պատկերացնել չէ տեսք պետք է ունենա կամ այդ ինչ իրավական հիմք պետք է ունենալ այդ փաստաթուղթը։ Ընդամենը խոսքեր։ Սա ընդհանրապես քաղաքական որոշումներ են։ Եվ քաղաքական որոշումների կայացնողը միայն Ռուսաստանի Դաշնությունն էր, իսկ հայկական կողմն է միայն այդ որոշումներին ենթարկվողը եւ կատարողը։ Սա փաստ է։ Նաև ռուսական մամուլում շրջանառվեց, որ հնարավոր է Պերմյակովի հանձնումը լինի փոխարինում Հրաչյա Հարությունյանով, հայտնի վարորդը, ով Ռուսաստանում այդ վթարի հետևանքով բանտարկվել էր, ճիշտ է այդ գրած Ինտերֆաքսն էր նման բան գրել, հետո հերքեց, որ նման տեղեկություն չկա, ինչ է կարծում ընդհանրապես նման տարբերակ հնարավոր է փոխարինման եւ արդյոք սա որևէ կերպ կարելի է բացատրել։ Ես հիմա չեմ հիշում, որ լրատվական միջոցներից մեկն էր ինձ նման հարց տվեց, ես չեմ էլ հետևել դա տպագրվեց ներկայացվեց թե չէ, ինքը ընդհանրապես մեկը մյուսի հետ համեմատելու եզր չունի։ Սա մեկ։ Հրաչյա Հարությունյանի գործը ընդհանրապես վերաբերում է արտահանձնմանը, որը անկախ որևէ այլ ուրեմն քրեական գործի, նկատի ունենք Պերմյակովի կամ մեկ այլ Ռուսաստանի քաղաքացու կողմից կատարված հանցագործության հետ որևէ կերպ առնչություն չէր կարող ունենալ։ Ընդհանրապես ես ասեմ, փոխանակումները կատարվում են լրտեսների փոխանակման, այս տարբերակով։ Չեմ կարծում, որ Հայաստանը ունի կամ Հայաստանի Հանրապետություն հանցինս իշխանությունների ունի այնպիսի կարգավիճակ, որ իրեն թույլ տան նման ինչ որ հարց առաջադրի, փոխանակման առումով։ Ունեն
պատշաճ այսպես կոչված դիվանագիտական հարաբերություններ, փոխադարձ իրավական աչակցության այսպես կոչված պայմանագրեր եւ այլն, եւ համեմատության մեջ դնել Հրաչյա Հարությունյանի արտահանձնման խնդիրը Պերմյակովի պատիժը կրելու վայրի որոշման հետ, դա ոչ միայն անթույլատրելի է, այն նաեւ վիրավորական է։ Պերմյակովը հանցագործություն է կատարել, դաժան հանցագործություն, կամ մեղադրվում է այդ հանցագործության մեջ, ավելի ճիշտ, այսպես ասենք, չնայած մենք գտնենք, որ միայն ինքը չպետք է պատասխանատվության ենթարկվեր, այլ նաև այդ հանցագործության մեջ պատասխանատու էր ռուսական բազայի հրամանատարը անձամբ, Պերմյակովի անմիջական հրամանատարները, որոնք գործողություններին կամ անգործությանը պատշաճ գնահատական չտվեց։ Եվ նաև պատիժը պետք է կրի Հայաստանի Հանրապետության քրեակատվական հիմնարկում։ Նախ, հետո նոր դրանից հետո Ռուսաստանի Դաշնությունը դիմի Հայաստանի Հանրապետության իշխանություններին արտահանձնման խնդրանքով։ Այնպես ինչպես Հայաստանի Հանրապետության իշխանությունն է դիմում ուրեմն Ռուսաստանի Դաշնությանը Հրաչյա Հարությունյանի արտահանձնման հարցով, խնդրանքով։ Բայց մեկը մյուսի հետ նույնականացին դա նման չէ, հա? Անտար ոչ նման չէ, այլ անտեղի է եւ վիրավորական նույնիսկ կարող եմ ասել ցանկացած արժանապատիվ պետության կամ իրավական համակարգի համար։ Հրաչյա Հարությունյանը մեղադրվում է մի հանցագործության մեջ մեքենայի անսարքության հետևանքով այդ վթարի հետևանքով ուրեմն արդյունքում որ մարդիկ են մահացել, որոնք նույնպես պետք է ինքը միայնակ չմեղադրվի, այլ պետք է մեղադրվի այն հիմնարկության ղեկավարությունը տեխնիկական սպասարկման համար պատասխանատուները, որոնք թույլատրել են այդ անսարք մեքենայի շահագործումը։ Եվ այնտեղ էլ այդ ամբողջությամբ հայ իրավական գնահատական չտրվեց։ Եվ ամբողջ ուրեմն ծանրությունը, մեղադրանքի ծանրությունը ուրեմն կրեց հա Հրաչյա Հարությունյանը։ Այսինքն արդարադատություն տեղի չունեցավ։ Եվ հիմա երկու փաստերը կամ երկու դեպքերը հավասարացնել կամ անձանց հավասարացնել, դա ուղղակի ես պարզ եմ ասում վիրավորական է եւ անտեղի է։ Կանք Պերմյակովի խնդրին պարոն Սաքուց եւ այսպեսի մի իրավիճակ էր ստեղծվել, որ դուք դիմել եք վերաքննիչ դատարան եւ պահանջում եք որպեսզի այլ անձինք եւս պատասխանատվության ենթարկվեն, ըստ էության այդ այցյանները սպառվել են, դրա համար ՍՄ ազատազրկման դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ եւ դրա համար է առաջացել այս պատիժը կրելու տեղի հարցը։ Այդ որոշումների հետ կապված ինչ կասեք վերաքննիչ դատարանի եւ արդյոք կարծում եք, որ իսկապես պետք է քննություն տարվեր եւ այլ որոշում պետք է լիներ, քան այն ինչ կա այսօր։ Ուրեմն Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով քննության, օբյեկտիվության, լրիվության եւ բազմակողմանության հարցերը Պերմյակովի պատիժ կրելու վայրի հետ չպետք է խառնել։ Մենք ի սկզբանե էլ պնդում ենք, ու մինչև հիմա պնդում ենք, որ Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ քննություն չի իրականացվել։ Գործի հենց նյութերի, հա, ծավալի այն շրջանակները որ քննել, դրա շրջանակում ենք ասում։ Էլ չենք խոսում, որ նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված մի շարք ընթացակարգերի, հա, եւ նորմերի խախտմամբ է այդ թե նախաքննություն եւ թե դատաքննություն ընթացել։ Սա այլ պատմություն եւ սա հիմնավորում ենք, որ ամբողջությամբ չի բացահայտված հանցագործությունը։ Հիմնական որ խնդիրը մենք բարձրացրել ենք ի սկզբանե դա նաև դրդապատճառը, որն էր մոտիվը Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի 7 հոգու, այդ թվում 2 անչափահաս երեխաների սպանությունը, որտեղ այն բացատրությունը, որ տվել է Պերմյակովը, որևէ այլ բացատրություններով կամ այլ փաստերով չի հիմնավորվում, նկատի ունեմ դրդապատճառի, եւ եկոթը նույնիսկ գործողությունը եւ հայտարարած դրդապատճառը իրար չի բռնում։ Հասկանալի է։ Հիշեցնեք որն էր նրա։ Խոսքը վերաբերի որ նա գումար էր փորձում հայթայթի Թուրքիայի տարածքով Ռուսաստան Դաշնություն մեկնելու համար։ Սա մեկ, երկրորդը որ մարդկանց երեխաներին սպանելը որ ձայնը չբարձրանա եւ հարևանները չարտնանան, կներեք այդ դեպքում ինքնաձիգի Կալաշնիկով ինքնաձիգի 28 կրակով հերթերի առաջացած ձայնից պետք է շատ ավելի մտահոգված լիներ, չէ՞։ Այսինքն չի համապատասխանում վարքագիծը, բացատրությունը, հա, եւ մոտիվացիան։ Ինչևէ, բայց պատիժը կրելու հետ կապված հարցի վերաբերյալ ի սկզբանե կասկածները կար, եթե հիշում եք, Պերմյակովը որտեղ է իր պատիժը կրելու։ Քանի որ նա գտնում էր իրեն հայտնաբերելուց հետո անմիջապես Ռուսաստանի Դաշնության
հսկողության տակ։ Եվ մենք դրա մեջ տեսնում ենք նաև միտում, որ թաքցնելու բան ունի ռուսական կողմը։ Սա մեկ։ Ինչ է թաքցնում, պարոն Սարգսյան։ Հանցագործության հետ կապված շատ հանգամանքներ։ Մենք մեր միջնորդություններով, որ դիմում ենք, որ խափանման միջոց դատարանը կիրառի Պերմյակովի նկատմամբ, այն իմաստուն ենք, որ ինքը Պերմյակովը գտնում է այն մարդկանց հսկողության տակ, որոնց մասը կամ մի մասը կարող են առնչություն ունենալ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի հետ։ Եվ նրանց հսկողության տակ է գտնում անձը։ Ու շատ գրավ մի հանգամանք, որ Պերմյակովը վերաքննիչ բողոքից, որ հրաժարվել էր իր փաստաբանի կողմից ներկայացված, մեր բողոքի հետ կապված, որում ընդդեմ հղում են կատարող Պերմյակովը միայն միակ մեղավորոջի եւ ամբողջությամբ չի բացատրում, ինքը չէր մեր բողոք կամ չէր դիմաց դեմ դուրս եկել, հա, բողոքին։ Սա շատ ուշագրավ փաստ է։ Ինչևէ, բայց պատիժը կրելու հետ կապված հարցը ի սկզբանե էր արկա օրակարգում, քանի որ նա գտնում է ռուսական բազայի հսկողության Եվ վերջ պարոն Սարգսյան, փակվել է այս հարցը ըստ ձեզ։ Այս ում համար է փակվել։ Հարցը ընդհանրապես նրա պատիժը կրելու հարցը, Գիտեք, դա արդեն ինձ համար ինձ չի հետաքրքրում արդեն։ Ազնվորեն եմ ասում, որպես դուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ եմ ասում, որ խնդիրը նրանում չէ, թե որտեղ է կրելու պատիժը Պերմյակովը արդեն։ Խնդիրը նրանում է, որ մենք ունենք բավարար հիմքեր պնդելու այն ինչ որ ես քիչ առաջ ասեցի, որ հանցագործությունը բացահայտված չէ, եւ հարցը բարձրացնելու ենք Եվրոպական դատարան։ Եվրոպական դատարանը կտա իր գնահատականները, որոնցում վստահաբար ասում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների խախտման հարցով, այսինքն խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ ոչ պատշաճ ջանքերի գործադրման համար մեղավոր կճանաչվի, այսինքն պատասխանատու կճանաչվի Հայաստանի Հանրապետության իշխանությունը, դատական իշխանությունը, հատկապես կոնկրետ։ Մյուս կողմից Ռուսաստանի Դաշնությունը անպայման հանձինս ռուսական բազայի պատասխանատու կճանաչի կյանքի իրավունքի խախտման հարցով։ Արդյոք տեղյակ եք Ավետիսյանների հարազատները եւս այն կարծիքին են, որ կարևոր չէ թե որտեղ պատիժը։ Ես կոնկրետ այն մարդու, որի շահերը մենք ներկայացնում ենք, դրա տեսակետից եմ ասում։ Արաքսիա Պողոսյանի հոր, որպես դուժողի իրավահաջորդի ներկայացուցիչի դիրքորոշումն եմ ասում։ Պարոն Սարգսյան, ես մեկ այլ թեմայի եւս կուզեի անդրադառնանք մեր զրույցում, առաջիկայում Երևանում սպասվում են ավականու ընտրություններ, ի տարբերություն խորհրդարանականի, այս դեպքում դիտորդների կողմից մեծ այսպես հետաքրքրություն չկա կարծես, բայց ձեր կազմակերպությունը, որը քաղաքացի դիտորդի մաս է կազմում, որքան տեղյակ եմ, անկախ դիտորդ նախաձեռնության մաս է կազմում, կարծես դուք պատրաստվում եք այդուհանդերձ դիտորդություն իրականացնել, կասեք ինչ թվով եւ որքան տարածք եք վերահսկելու եւ ինչ եք ակնկալում այս դիտորդությունը իրականացնել։ Երևանի ավականու ընտրություններին անկախ դիտորդի կազմակերպությունների կողմից Հելսինկյան մեր կազմակերպություն քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակը Իրազեկ քաղաքացիների միությունը, միավորումը եւ Գորիսի մամուլի ակումբը։ Մենք մոտ 150 թվով դիտորդներ դիտարկում իրականացնում ենք թվով 60 ընտրական տեղամասերում Երևան քաղաքում։ Իհարկե շատ դժվար էր ազգային ժողովի այդ ընտրություններ կոչված միջոցառումից հետո երկրորդ մի հատ այդ միջոցառմանը դիտորդություն իրականացնել։ Ի վերջո դեռևս ազգային ժողովի այդ ընտրությունների այդ միջոցառման հետ կապված շատ նոր փաստեր են ի հայտ գալիս, հա, որոնք գալիս են լրացնելու, ապացուցելու իրապես, որ համատարած բնույթ է կրել ընտրողների ազատ կամքի արտահայտման սահմանափակումները, հա, վերահսկելի ըստ էության քվեարկության մասին է խոսքը։ Եվ դեռ տվյալներ ենք հավաքում, բայց երևի թե պետք է ստուգել նաև թե ինչ է փոխվել ընդհանրապես։ Իհարկե միամիտ հարց ենք տալիս կամ ակնկալում, բայց այնուամենայնիվ արդյոք այս կարճ ժամանակահատվածի ընթացքում ինչ-որ ընտրական պրակտիկան կփոխվեր կամ հետ կկանգնեին իրենց այդ որոշակի արատավոր այդ գործիքներից, հանցավոր գործիքներից թե ոչ։ Այդ ամեն ինչը գոնե դիտորդության միջոցով պետք է անենք։ Իդեպ ասեմ, իրավապաշտպանական գործունեության ամենից նվազագույն անելիքը դա փաստերի արձանագրումն է, որպեսզի որևիցե պահանջ, որևիցե միտք եւ որևիցե հիմնավոր փաստարկներ ունենաս։ Առանց
դիտորդության դառնան, որը հենց մարդու իրավունքների, հա, բնագավառում տվյալ դեպքում ընտրական իրավունքների վերաբերյալ փաստերի հավաքագրումը, դե որից է պահանջներ կամ որևիցե գնահատականներ չես կարող հնչեցնել։ Մի փաստ էլ մենք էինք արձանագրել խորհրդարանական ընտրություններին գումար բաժանելու դեպք նախընտրական շտաբում ընտրությունների օրը եւ երեք արդեն հայտնի դարձավ եւ մենք էլ հրապարակեցինք, որ ՀԿՑ-ն որոշել է, որ գումար բաժանելու դեպքը եղել է աշխատավարձ եւ այնտեղ ոչ մի ընտրակաշարք չի եղել։ Այս իրավիճակը հաշվի առնելով դուք իսկապես հույս ունեք, որ ձեր դիտորդությունով կարող եք փոփոխություն բերել։ Չէ, մենք ես ասացի, ես փոփոխության մասին ընդհանրապես խոսք չասեցի, իդեպ։ Եվ ուղղակի փաստերն եք հավաքել։ Եկեք, ասենք բան, ընտրությունների ժամանակ ընտրական իրավունքների խախտումների փաստեր արձանագրելուց բացի ուշադրություն եթե դարձրել եք, մեր կողմից նաև հրապարակվեց իրավական խորհրդատվության տվյալները, այսինքն ինչ են արել պետական մյուս մարմինները, քննչական մարմինները, իրավապահ մարմինները ընտրական խախտումների կանխման, ընտրական իրավունքների խախտումների փաստերով քննության իրականացման ուղղությամբ, սա էլ առանձին գնահատական է։ Եվ իդեպ մենք երբ որ մեր վերջնական զեկույցը կունենանք, այնտեղ բավական եւ հանգամանալից կներկայացվի նաև թե ոստիկանության, թե հատուկ քննչական ծառայության եւ թե քննչական կոմիտեի, հա, որպես պետական այդ մարմինների, որոնք անելիքներ ունեն եւ գործառույթներ ունեն ընտրական process-ի խախտումների կանխման ու փաստերով քննության իրականացման մեղավորն էին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ սրանցել են գնահատական տալու։ Այնպես որ այո, փաստեր ենք հավաքագրելու ընտրության կազմակերպման, վարչարարության եւ ընտրական խախտումների փաստերով իրավապահ եւ քննչական մարմինների կողմից կատարվալի կամ անելիք գործողությունների վերաբերյալ եւ գնահատական ենք տալու բոլորին, որ նույնիսկ այս խայտառակ պատկերից հետո դասեր չխաղեցին, հա, ենթադրություններ չարեցին, եզրակացությունների չհանգեցին, գործելակերպի մեջ փոփոխություն չկատարեցին, բա ուրիշ ինչ կեր։ Եթե մենք չանենք, կասեն թե շատ հոյակապել ընտրություններ էր եղել։ Իսկ հիմա նույնիսկ դիտորդություն ենք անում, փաստեր ենք հավաքում, նման պարագայում են փորձում ինչ որ այլ տեսքով ներկայացնել հրաշալի, մեկ քայլ առաջ, չգիտեմ ինչ ընտրություններ։ Եթե չանելու պարագայում ընդհանրապես որևիցե փաստարկ չենք ունենա այդ իմիտացիոն եւ ցինիկ այդ նման գնահատականներին, հա, հակադարձելու։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Սաքունց։ Իմ զրուցակիցը իրավապաշտպան Արթուր Սաքունցն էր։